մի բան կարող եմ հիմա ասել, որ ես ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել, որ մինչ այս պահին թե քննիչի, թե դատախազի եւ թե խափանման միջոցի վերաբերյալ առաջինատյանի դատարանի որոշումները բոլորը բողոքարկվել են առանց բացառության։ Այդ բողոքարկման վերաբերյալ ստացված դիրքորոշումները, որի վերաբերյալ որ ստացել են, մեզ համար անընդունելի են։ Եվ հիմա քանի որ շատ արագ, զարմանալի արագությամբ վարույթի մասով ավարտվել է եւ ուղարկվել է դատարան, հնարավորություն չտալով օգտվելու ինձ իմ դատավարական կարգավիճակից մեղադրյալի, ներկայացնելու միջնորդություններ, պահանջելու վարույթային գործողություններ, որոնցով ձեռք կբերվեին ապացույցների եւ կգծվեին գործի նյութերին, որոնք հիմք հանդիսանային իմ անմեղությունը ապացուցելու համար, դա չեն արել, ընդ որում ես բողոքարկել եմ նաև վարույթը ավարտելու մասին քննիչի որոշումը դատախազերի եւ ասել եմ, որ եթե նախաձեռնել եք, բերեք աշխատենք։ Բայց ակնհայտորեն իրենք դա ավարտել են, ուղարկել են դատարան, այդ ծանրաբեռնվածությունը թողնելով, ավելորդ ծանրաբեռնելով դատարանին, այնինչ պետքա դա արվեր վարույթի շրջանակներում։ Այսինքն ստացվում է, որ քննիչը իր ծանրաբեռնվածությունը փոխանցում է դատարանին։ Դե դա իրանց որոշումն է, հիմա եթե դատարանը դա վերցրել է վարույթ եւ չընդհատի վարույթը եւ հետ ուղարկի քննության, ես չգիտեմ նման իրավասություն ունի թե չէ, ապա մեզ սպասվում է այդ ամբողջ փաստական հանգամանքների քննություն դատարանում։ Իսկ ես դրան շատ լավ եմ պատրաստվում եւ այն ապացույցները, որ ես ունեմ, եւ այն միջնորդությունները, որ ներկայացվելու են, այն ապացույցները, որ պետքա ձեռք բերվեն եւ այն քննարկումները, որոնք ծավալվելու են դատարանում, դա ոչ միայն իմաստ եւ նպատակ ունեն իմ անմեղությունը ապացուցելու համար, այլ շատ ու շատ մարդկանց նոր կարգավիճակ շնորհելու եւ այդ կարգավիճակով պայմանավորված իրավական գնահատականներ տալու համար։ Այնպես որ ես հրավիրում եմ ձեր եւ ողջ հանրության ուշադրությունը, եթե դատական նիստերը, չգիտեմ, դահլիճը ինչ հնարավորություն կտա քաղաքացիներին լրատվամիջոցների ներկա գտնվելու, եթե դատարանը թույլատրեց, կհորդորեմ հետևել անպայման կինոթատրոններին առաջարկում եմ ոչ կոմերցիոն հիմունքներով կազմակերպել դրա ցուցադրություն, բավարարվեն միայն ասենք թե այն սննդամթերքի ջրերի բանի վաճառքով, որ այդ պահին կլինի տոմս, կարծում եմ անթույլատրելի է վաճառել է կոմերցիոն։ Չնայած կարող են տեղեր կան, որ հատուկ պայմաններ ստեղծեն, բայց դա արդեն իրաց խնդիր, ես չեմ կարող ասեմ արեք կամ մի արեք։ Կարծում եմ, որ ուղղակի պետքա բոլոր հնարավորություն տրվի, որ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանում տեսնի, թե ոնց է պայքարում Հայաստանի քաղաքացին բոլորի իրավունքների համար, որ ոչ ոք չզրկվի խոսքի ազատության իր իրավունքից, որ անմեղ մարդը երբեք չկանգնի դատարանի առաջ որպես մեղադրյալ։ Այսինքն իմ պայքարի իմաստը իմ համար չի, ես ցանկացած որոշման պատրաստ եմ, իհարկե թույլ չեմ տալու իմ հանդեպ որևէ ապօրինություն, իմ հանդեպ որպես ես ինքս ինձ պաշտպանելու ունակություն ունեմ եւ դա անելու եմ ամենաբարձր մակարդակով, բայց դա պաշտպանությունն է ուղղված ողջ հասարակությանը, որ այսուհետ ոչ որևէ մարդու մտքով չանցնի, անկախ դրանից թե ինչ պաշտոն է զբաղեցնում, հանիրավի պատասխանատվության փորձի ենթարկել եւ փորձի սահմանափակել որևէ քաղաքացու սահմանադրական իրավունքները հանիրավի։ Իմ պայքարը դրա համար է, այդ թվում առաջին հերթին խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության հիմք է։ Այո, հաջողությամբ։ Այնպես որ իմ պայքարը հանուն մեր ողջ հանրության, մեր պետականության, մեր հիմնարար ազատությունների ունենալու է շատ բովանդակային եւ նաեւ մատուցման տեսանկյունից շատ հետաքրքիր դրսեւորումներ։